Նախ մենք տեսանք, որ անձեն եվրադիտորդները շատ ավելի գործուն աջակցություն բերեցին Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությանը, քան զինված ռուս սահմանապահները, որոնց վռնդեցին։ Այո, եւ իդեպ որ մասից, որ իրենք դուրս եկան, այդ մասը դարձավ ել ավելի անվտանգ։ Եվ դրանով մենք կարող ենք նաև հավաստիանալ, որ այդ երկրորդ առաքելությունը եվրոպացիների, որ մենք ակնկալում ենք կապված արդեն հիբրիդային հարձակումներին դիմակայելու, ընդհանրապես նաև կանխարգելիչ գործողություններ իրականացնելու առումով, ես վստահաբար կարող եմ ասել, որ եթե մենք հայերս Հայաստանի իշխանությունը, քաղաքասարակությունը, կուսակցությունները կարողանան շատ ճիշտ աշխատել այդ ամբողջ կոնյունկտուրայի մեջ, մենք կարողանանք դիմակայել եւ միանշանակ է, որ Ռուսաստանը ստանալով այդ խայտառակ պարտությունը Մոլդովայում, արդեն ավելի փորձված եւ ավելի գազազած, փորձելու աշխատել Հայաստանի եւ արդեն սկսել աշխատել Հայաստանի դեմ, Հայաստանի ուղղությամբ, Հայաստանի պետականության դեմ, հայաստանցիների, հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների դեմ։ Այդպես շատ կարևոր է ֆիքսել, որ այնինչ անում է Ռուսաստանի Դաշնությունը, դա ուղղված է շարքային քաղաքացու, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու կենսական շահերի դեմ։